Ողջույն, քարոզարշավն արդեն մոտենում է իր ավարտին եւ կարծես թե պարզ է, թե ինչ է տեղի ունենալու ընտրությունների արդյունքներով։ Ցավալիորեն այս անգամ եւս ընդդիմությունը ձախողվեց։ Ինչու եմ ասում ձախողվեց, քանի որ կային բոլոր անհրաժեշտ պայմանները, ինչպես նաեւ ստեղծված էր այնպիսի մթնոլորտ, որ ընդդիմությունը կարող էր, ինչը իհարկե կարծում եմ շատ դժվար է Հայաստանում ընտրություններով իշխանափոխություն իրականացնել, սակայն այս ընտրություններում այդ հնարավորությունը կար։ Ափսոս ընդդիմությունը հերթական անգամ որոշեց խաբել ժողովրդին, խոսքը գնում է հիմնական ընդդիմադիր ուժերի մասին, Ուժեղ Հայաստան, Հայաստան Դաշինք, Բարգավաճ Հայաստանին այստեղ չի ուզենա նշել, քանի որ նրանցից իշխանափոխության ակնկալիք չի էլ եղել, պետք է անկեղծ լինենք, գոնե ես գերադասում եմ ճշմարտությունը ասել։ Ինչ վերաբերում է Ուժեղ Հայաստանին, ապա վերջիններս բացառությամբ մի քանի հոգում նրանք ներգրավեցին իրենց թիմ, մնացած մասով ամբողջությամբ ձախողեցին քարոզարշավը։ Իրենց հիմնականում կեղծ թեզերով, իրենց ինձ համար ամենակարևորը Ուժեղ Հայաստանի ամենամեծ խնդիրը այն է, իմ պատկերացումներով, որ նրանք առաջարկում են սահմանադրություն փոխել, որպեսզի Սամվել Կարապետյանը կարողանա դառնալ վարչապետ, ինչը ես համարում եմ բավականին աղետաբեր երևույթ Հայաստանի համար եւ հիմա կասեմ ինչու։ Տեսեք, առհասարակ ես կարծում եմ, որ այն մարդիկ, այն հայերը, ովքեր Հայաստանում չեն ապրում, Հայաստանի պետությանը հարկ չեն վճարում, չպետք է ազդեցություն ունենան մեր ներքաղաքական կյանքի ձևավորման վրա։ Կհիշեք երևի 2018 թվականին մարդիկ ասում էին, եկանք Հայաստանում հեղափոխություն արեցին, գնացինք։ Չպիտի այլևս երբեք կրկնվի նման վիճակ, երբ այն մարդիկ, ովքեր Հայաստանում ապրում են, ովքեր հարկ են վճարում Հայաստանին, պետք է ապրեն այն պայմաններում, որը որոշված չէ իրենց կողմից։ Ընտրությունը առհասարակ ոչ միայն իրավունք է, այլ նաև պատասխանատվություն։ Եվ երբ այդ իրավունքը իրացնում են մարդիկ, չվերցնելով պատասխանատվության, այս պարագայում տուժում ենք մենք Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ապրում են Հայաստանում։ Ես հասկանում եմ, այո, իհարկե կան աշխարհում բազմաթիվ հայեր, ովքեր ապրում են դրսում, ովքեր բազմաթիվ անգամներ օգնել են Հայաստանին, մեծ աջակցություն են ցուցաբերում հայ ժողովրդին, բայց դա ամենևին չի նշանակում, որ այդ մարդիկ պետք է կարողանան ազդեցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա։ Դա սխալ է, որովհետև մարդիկ իրացնում են իրենց իրավունքը եւ մեզ դնում են մի վիճակի մեջ, որ այդ իրավունքի արդյունքում ստեղծված պատասխանատվությունը ստանձնում ենք միայն մենք, այն մարդիկ, ովքեր ապրում են Հայաստանում։ Դեպ վերջին շրջանում բավականին շատ քննարկվեց այն հարցը, որ Ռուսաստանում ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ գալիս են Հայաստան քվեարկության, ինչը ես նույնպես սխալ եմ համարում, այն առումով, որ եթե այդ մարդիկ տարիներ շարունակ ապրել են այլ պետությունում, հարկեր են վճարել այլ պետության եւ ցանկություն չունեն Հայաստանում ապրելու, ապա նրանք չպետք է ազդեն Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա։ Ինչպես նշեցի, այդ ներքաղաքական կյանքի հետևանքները կրում ենք մենք, Հայաստանի Հանրապետության բնակիչներս։ Մենք վճարում ենք հարկերը, մենք այդ իշխանության, ընդդիմության, ապիկարության բոլոր հետևանքները մեր մաշկի վրա ենք զգում, հետևաբար ես կարծում եմ, որ ճիշտ կլինի մենք էլ որոշենք, թե ով պետք է լինի իշխանություն եւ ընդդիմություն։ Սա այս մասով։ Իդեպ նաեւ նշեմ, որ այդ օրենքը, որը նույնպես քննարկվեց, թե որ թվականին է փոխվել, որ այլևս դեսպանատներում չեն կարողանում քվեարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, պարզվեց, որ այդ օրենքը փոփոխվել է 2007 թվականին, եւ ես կարծում եմ իմիջիալոց, որ շատ ճիշտ է եղել, որ չեղարկվել է, քանի որ մարդով Հայաստանում չի ապրում եւ չի պատկերացնում Հայաստանում ապրելը, չի կարող ազդեցություն ունենալ Հայաստանի ներքա, ոչ թե չի կարող, այլ չպետք, դա արդար չի, որպեսզի նա ազդեցություն ունենա Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա։ Հիմա անցնեմ ընդդիմությանը, Ուժեղ Հայաստանի եւ մնացած ընդդիմադիր կուսակցություններին, ինչպես եւ նշել եմ իմ նախորդ եթերներում, որը կարող եք նայել YouTube-յան իմ ալիքում, ընտրել բաժնում, Analytic Talk ալիքում, ես առաջի իսկ օրվանից քարոզարշավը սկսելու նշեցի, որ մենք այս ընտրություններով չենք ընտրում իշխանություն, այլ ընտրում ենք ընդդիմություն։ Արդեն պարզ է, որ իշխանությունը գործող իշխանությունն է լինելու, ցավոք ընդդիմությունը այնքան վատ աշխատեց, որ ընտրություններով, առավել եւս ընտրություններով նրանց հեռացնել չի ստացվելու։ Հետընտրական process-ներ նույնպես չեմ ակնկալում ընդդիմադիր ուժերից, ես կարծում եմ, որ նրանք հերթական անգամ ժողովրդին հիասթափեցնելու են, գնան ազգային ժողով, ինչը տեղի ունեցավ 2021 թվականին։
բայց դա թողնենք մի քանի օրից կտեսնենք։ Ես հասկանում եմ, որ մարդիկ հիմնականում հիասթափված են, չգիտեն ում ընտրել, ինչ անել, եւ բազմաթիվ անգամներ եւ ես խոսել եմ այդ մասին, հիմա նորից ասում եմ, հարգելիներս, պարտադիր պետք է գնալ ընտրությունների։ Ընտրություններով մենք կարող ենք ընտրել գրագետ ընդդիմադիր ուժի, որը շատ կարևոր է ազգային ժողովում։ Վերջին 5 տարում մենք տեսանք, որ ազգային ժողովում, բացի բոցաշունչ ելույթներից, բացի միմյանց մեղադրելուց, հայհոյանքներից, վիրավորանքներից, որևէ լուրջ հարց չի քննարկվել։ Հետևաբար շատ կարևոր է, որպեսզի մենք ազգային ժողովում ունենանք այնպիսի ուժ, որը կկարողանա նախ կներկայացնի մեզ բոլորիս առաջին հերթին, այսինքն ընտրված չի լինի կաշառք բաժանելու արդյունքում, ընտրված չի լինի, որպեսզի իր կապիտալը պահի, իր հարցերը լուծի, իշխանության հետ պայմանավորվի մեր հաշվին, այլ այդ մարդը կգնա ազգային ժողով բացառապես մեր տված քվեների արդյունքում։ Այդպիսի ուժեր նայեք փոքր ընդդիմադիր կուսակցությունների մեջ։ Ես ինքս ինձ համար առանձնացրել եմ ՀԱԿ-ին, հիմնավորել եմ, հիմա էլ եմ ասում, ինչու ՀԱԿ, որովհետև դա այն ուժն է համար 10։ Դա այն ուժն է, որը ունի փորձ, բավականին գրագետ է, չունի որևէ կախվածություն կապիտալից, այսինքն խնդիր չունի իր միլիարդները պաշտպանելու եւ դրա համար է որոշել գնալ ազգային ժողով։ Նա կարող է Նիկոլ Փաշինյանին տալ հարցեր եւ ստիպել, որպեսզի իշխանությունը գա լուրջ քննարկումների տիրույթ։ Այս փուլում, եթե մենք նույնիսկ կարողանանք սա անենք, հավատացեք, որ դա բավականին ձեռքբերում է։ Եթե չեք ուզում ՀԱԿ-ին, չգիտեմ, ինչ որ տարբեր կողմնորոշումներ ունեք, մտածում եք, որ չէ, չենք ուզում ՀԱԿ-ի եւ այլն, ընտրեք այլ փոքր ընդդիմադիր ուժերի միջից։ Օրինակ, կարող եք Արման Թաթոյան, ում ուզում եք, ում դուք պատկերացնում եք։ Ես ինքս բավականին երկար վերլուծություն եմ արել, ուսումնասիրել եմ կուսակցությունների նախընտրական ծրագրերը, հետևել եմ նրանց քարոզարշավին, ուսումնասիրել եմ թեկնածուների կենսագրությունները եւ առանձնացրել եմ ՀԱԿ-ին ու տվել եմ բոլոր հիմնավորումները։ Նրանք այո, խելամիտ ուժ են, գրագետ են, ունեն փորձ, չունեն կապվածություն, կախվածություն կապիտալից, ինչ որ այլ ուժերից, արտաքին միջամտությունների տակ չեն ընդհանրապես, ինչը նրանց թույլ է տալու բավականին ազատ կերպով իշխանությանը, այսպես ասած, պատին դեմ տալ։ Փոքր ուժերին պետք է ընդամենը 4% ազգային ժողով մտնելու համար։ Ես կարծում եմ, մենք կարող ենք դա ապահովել։ Եվ կոչ եմ անում բոլորիդ անպայման գնալ ընտրությունների։ Հիշեք, եթե դուք չեք գնում ընտրությունների, ապա ձեր փոխարեն ընտրելու են եւ ոչինչ չի փոխվելու։ Ընտրություններին գնալու արդյունքում դուք ունեք հնարավորություն փոփոխություններ կատարելու։ Դա ընդամենը կես ժամ է տանելու ձեր կյանքից, որը կարծում եմ արժե անել ապագա 5 տարին չհանդուրժելու համար այն վիճակը, որ մենք ունեցել ենք մինչ այժմ։ Նաև նշեմ, որ ընդդիմադիր խոշոր ուժերի հետ իմ խնդիրը այն է, որ այդ ուժերը նորից խաբում են ժողովրդին, նույն ձև ոնց որ խաբում է Նիկոլ Փաշինյանը։ Նաև մի փոքր անդրադառնամ քարոզարշավի ընթացքում նրանց հիմնական կեղծ խոստումներին, օրինակ նույն Ուժեղ Հայաստանը, երբ 300,000 աշխատատեղ է խոստանում, 20,000 մատչելի բնակարաններ, դա ակնհայտ պոպուլիզմ է։ Նույն բանը անում է նաև Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն, երբ մեզ տալիս են այլընտրանք որպես Նիկոլ Փաշինյանին մեկ այլ ուժի, որը նորից մեզ խաբում է, այստեղ մարդիկ հիասթափվում են եւ չեն գնում ընտրությունների։ Հարգելիներս, ես ձեզ խնդրում եմ, ես լրիվ հասկանում եմ, որ դուք հիասթափված եք, դուք էլ եք զգում, որ ձեզ խաբում են նույն խոշոր ընդդիմադիր ուժերը։ Դուք էլ եք հասկանում, հիշում եք, որ 2021 թվականին նույն Հայաստան դաշինքը Ռոբերտ Քոչարյանը խոստացավ, որ գնալու է ազգային ժողով իշխանափոխություն անելու։ 5 տարի նրանք մնացին ազգային ժողովում, ոչինչ չարեցին եւ 2026 թվականին նորից ակնկալում են ձեր քվեն։ Ես հասկանում եմ, որ այս իրավիճակում շատ ավելի հեշտ է ուղղակի անտեսելը, չհետաքրքրվելը, բայց այդ դեպքում դուք վտանգում եք ձեր եւ ձեր երեխաների ապագան։ Դուք թույլ եք տալի, որպեսզի այդ մարդիկ մեր բոլորիս փոխարեն որոշեն, թե մենք ինչ պայմաններում պետք է ապրենք։ Ինչու եմ ես կարևորում ուժեղ ընդդիմության ազգային ժողովում լինելը։ Իդեպ ուժեղը տոկոսներով չի պայմանավորված։ Ընդդիմությունը կարող է հավաքել 4% եւ շատ ավելի լուրջ արդյունքներ տալ, քան օրինակ հավաքի 25% եւ գնա ազգային ժողովում նստի ու ոչինչ չանի։
շատ կարևոր է այս ընտրություններով այդ 4%-ը ապահովել այդ փոքր ուժերին, որոնք զգալիորեն կփոխեն ազգային ժողովի որակը եւ հնարավորություն կտան հետագայում արդեն նորմալ իրական փոփոխություն անելու։ Եվ մենք այլևս կախված չենք լինի այդ նախկիններ թե ներկաներ, թալանչիներ թե դավաճաններ, այս այլընտրանքի մեջ կողմնորոշվելուց։ Հնարավորություն տվեք փոքր ուժերին, անպայման գնացեք ընտրությունների։ Լավ եղեք, կհանդիպենք ընտրություններից հետո։